Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Մնացորդներու երկրորդ գիրք 26-րդ գլուխ Հութայի Ոզիա թագավորը։ Հութայի ամբողջ ժողովուրդը Ոզիան արավ, որ 16 տարեկան էր, ու զայն իր հոր Ամասիայի դեղ թագավոր հրճագեցին։ Ին կառուցանեց ելաթը, ու զայն Հութայի վերադարձուց թագավորին իր հայրերուն հետ քնանալեն ետք։ Ոզիա 16 տարեկան էր, երբ թագավոր եղավ, ու Երուսաղեմի մեջ 52 տարի թագավորեց։ Իր մոր անունը Հեքելիա էր Երուսաղեմեն։ Անրավ ինչ որ Տիրոջ արչև ուղիղ է, իր հոր Ամասիայի բոլոր ըրածներուն պես։ Աստուծո դեսիրներն ըմբռնող Զաքարիայի օրերը Աստված փնտրեց։ Որքան ժամանակ որ դերը կփնտրեր, Աստված անոր հաջողություն ուտար։ Անփղշտացներուն թեմ բادرազմելու քնած եւ քեթի բարիսպը Հապնեի բարիսն ու Ազովդոսի բարիսպը կանտեց, հետո Ազովդոսի շրջանի մեջ եւ փղշտացներու մյուս կավարներու մեջ քաղաքներ գառուցանեց։ Աստված անոր օգնեց փղշտացներուն թեմ, քուր փահախ բնագող արաբներուն թեմ ու մաունացիներուն թեմ, իսկ ամոնացիները Ոզիայի հարկ դվին եւ անոր համբավը մինչեւ Եգիպտոսի մուտքը տարածվեցավ, քանի որ չափազանց ուժովցավ։ Ոզիա Երուսաղեմի մեջ աշտարակներ գառուցանեց անգյունի թրան վրա, ծորի թրան վրա ու բարիսպին դարձվածքին վրա եւ զանոնք ամրացուց։ Անաբադի մեջ ալ աշտարակներ գառուցանեց ու շատ շրհորդներ փորեց։ Արտարև ան Թաշտակեդինի մեջ եւ Լեռնաթաշտի մեջ շատ անասուններ ուներ, իսկ Լեռնագոմը նաեւ Գարմեղոս լերը երկրակորձներ ու այգեկորձներ, որովհետեւ հողամշակությունը գսիրեր։ Ոզիա բادرազմ մղող զորակունթեր ուներ։ Զինվորության կացող քունթերուն թիվը Հեյել Ադենաթբիրին ու Մասիա ոստիկանին ցերկով թվարկված էր թագավորին իշխանավորներեն Անանիայի հրամանին տակ։ Զորավոր գդրիչներու նահաբետներուն ամբողջական թիվը 2600 էր։ Անոնց ցերկին տակ զորակունթ մգար 307500 մարդ, որ մեծ ուժով կբادرազմեր թագավորին օգնելու համար թշնամիին թեմ։ Ոզիա անոնց ամբողջ զորքին համար վահաններ, քեղարտներ, սաղավարտներ, զրահներ, աղեղներ ու քար նետելու բարսադիկներ պատրաստեց։ Նաև հնարակիրությամբ մտածված բادرազմական մեքենաներ շինեց Երուսաղեմի մեջ, որբեսի աշտարակներուն վրա եւ անգյուններուն վրա տրվին եւ նետեր ու մեծ քարեր արձակեն։ Անոր համբավը հերավոր դեղեր տարածվեցավ, որովհետեւ անը սքանչելիորեն օգնությունը ստացավ, մինչեւ որ ուժովցավ։ Ոզիա գբաջվի հբարդության համար։ Բայց երբ ուժովցավ, անոր սիրտը խրոխտացավ իր գործանումին համար։ Արտարև Տիրոջ իր աստուծույն հանդեպ ուխտազանց եղավ, ու Տիրոջ դաջարը մտավ, որբեսի խունգի զոհասեղանին վրա խունգ ձգե։ Իր ետևեն Ազարիա քահանան մտավ, եւ անոր հետ Տիրոջ 80 քահանաները, որոնք գդրիչ մարդիկ էին։ Անոնք Ոզիա թագավորին ընդդիմացան անոր ասելով. «Ով Ոզիա, քեզի արտոնված չէ Տիրոջ խունգ ձգել, հաբա Ահարոնյան քահանաներուն, որոնք խունգ ձգելու համար սրբացած են, սրբարանեն դուրս ելիր, որովհետև ուխտազանց եղար, եւ ասոր համար դեր աստուծմե պիտի չբադվվիս»։ Ոզիա փարգացավ, մինչ իր ցերկը փուրվար մգար խունգ ձգելու համար։ Երբ քահանաներուն թեմ փարգացավ, իր ճակատին վրա փորոդություն երևցավ քահանաներուն առջև Տիրոջ դան մեջ խունգի զոհասեղանինքով։ Ազարիա ավա քահանան ու բոլոր քահանաները անոր նայեցան, եւ ահա իր ճակատին վրա փորոդություն կար։ Ուստի զինք շուտով անգի հանեցին, ինքը լշտաբելով դուրս ելավ, որովհետև դերը զինք զարգած էր։ Ոզիա թագավորը մինչև իր մահվան օրը փորոդ եղավ։ Զայն դումը գփնագեր, զատ դումը գփնագեր իբր փորոդ, որովհետև Տիրոջ դունեն խզվեցավ։ Արքունատբեդը անոր որդին Հովաթամն էր, անգթադեր երկրին ժողովուրդը։ Ոզիայի մնացյալ արարքները, առաջիններն ու վերջինները Ամոսի որդին Եսայի մարգարեն կրեց։ Ոզիա իր հայրերուն հետ քնացավ եւ զայն իր հայրերուն հետ թագավորներու քերեզմաներուն թաշտի մեջ տաղեցին, որովհետև ասին անիգա փորոդ է, անոր դեղ իր որդին Հովաթամ թագավորեց։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։